Անկարայում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բուրակ Ակչափարը։ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն քննարկվել է ուկրաինական ճգնաժամը, այդ թվում դրա քաղաքական դիվանագիտական կարգավորման հեռանկարները։ Կողմերը ներկայացրել են իրենց տեսակետները հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ, շեշտելով հայ-ադրբեջանական կապերի կարգավորման գործընթացի կարևորությունը եւ դրան աջակցելը առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակում, ասված է հաղորդագրության մեջ։ Անդրադարձել եղել նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցությանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին։ Ռուսաստանի Մագադանի շրջանում մի 8 ուղղաթիռ է կործանվել, հայտնել են Դաշնության արտակարգ ծառայություններից։ Ուղղաթիռը տեղափոխելիս է եղել շրջանի հանքերից մեկի աշխատակիցներին։ Ուղղաթիռում եղել է 17 ուղևոր եւ անձնակազմի 3 անդամ։ Անձնակազմի անդամներից մեկը մահացել է, մեկը ստացել միջին ծանրության վնասվածքներ, երրորդը ծանր վնասվածքներ, ասել է շրջանի ղեկավար Սերգեյ Նոսովը։ Ողբերգության ենթադրյալ պատճառը տեխնիկական անսարքությունն է կամ բարդ պայմաններում օդաչուների սխալը։ Թուրքիայի Քոնյա նահանգում F5 ինքնաթիռ է կործանվել վայրեջքի ժամանակ։ Քոնյայի նահանգապետը տեղեկացրել է, որ վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, նշվում է, որ F5 ինքնաթիռը իրականացնելիս է եղել ուսումնամարզական թռիչք։ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31300-ը։ Տվյալները ներկայացրել է Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունում հավելել են, որ վիրավորների թիվը գերազանցել է 73000-ը։ Գազայի առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում զոհվել է 69 մարդ, վիրավորվել 110-ը։ Եվրախորհրդարանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահի ընտրության մշտադիտարկմանը եւ չի մեկնաբանի դրանց արդյունքները, նշված է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների կողմից մեկնաբանություն կարող է արվել բացառապես իրենց անունից եւ դա չի արտացոլել Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ Ռուսաստանի նախագահի ընտրության քվեարկությունը տևելու է 3 օր՝ մարտի 15-ից 17-ը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։